Հայը Պետրոս Դուրյան, բանաստեղծ, դրամատուրգ, ծննդավայրը Կոստանդնուպոլիս, Սկյուտար, 1851 թվական, մայիսի 20, իսկ աննշան եթե մնա երկրի մեկ խորշն հողակույտն իմ, և հիշատակ սալթարամի, ահ այնատեն ես կմեռնիմ։ Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը։ 6 տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը։ Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը։ Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի։ Բնությունն ամբողջ երգն է։ Իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում. «Ահ, գեղեցիկ կյանք մալկա, սեր է այդ։ Երգեր աղոթել ու սիրել, ահ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք»։ Ահա այդ կատարյալ կյանքին էր ձգտում բանաստեղծ պատանին, և նրա իղձը մասամբ կատարվում է, երբ կապվում է թատրոնի հետ։ Նրա ծննդյան տարեթիվը հստակ չեն նշում ոմանք, լսել են ընդամենը, որ 20 տարի է ապրել, 852-ին գումարում են 20, ստանում են 1872։ Մինչդեռ նա ծնվել է իրականում 51 թվականի մայիսի 21-ին, ծնվել է Պոլսի Սկյուտար արվարձանում կամ թաղամասում, այս պատճառով էլ հետագայում նրան անվանել են Սկյուտարի սոխակ։ Բուն անուն ազգանունը եղել է Պետրոս Զմպայան, որովհետև արհեստագործի ընտանիքում է ծնվել, իսկ Զմպան երկաթագործ Հյուսնի գործիք է, այսպես ասած դուրը, որ հետագայում Պետրոս Դուրյանն ինքը այդ Զմպայան ազգանունը փոխարինել է հայերենով, ինքն է դարձրել Դուրյան։ Պետրոս Դուրյանը 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։ Հրաժարվելով պատմական ողբերգության թեմայից 1871-ին գրել է «Թատրոն կամ թշվառներ» դրաման։ Գաբրիել Սունդուկյանից և Հակոբ Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն, ցույց է տվել դրանց բարոյական հոգեկան ծանր հետևանքները։ Ինչ վերաբերում է թատերգություններին, որոնք 13-ն են, որոնց նա նվիրել է իր ստեղծագործական կարճատև գործունեության մի զգալի մասը, իրենցից ներկայացնում են հիմնականում պատմական ողբերգություններ, նույնիսկ բեմադրվել են Պոլսի թատրոնում, մեր հանրահայտ դերասանապետի Հակոբ Վարդովյանի թատրոն Օսմանիեում։ Այս ասպարեզում բնականաբար պատանի Դուրյանը չէր կարող հաջողել, որովհետև գրական այս բարդագույն ժանրը, թատերգությունը ամենից առաջ գրական ձիրքից բացի պահանջում է հարուստ կենսափորձ, պահանջում է բնավորությունների քաջ իմացություն, ինչը բնականաբար Պետրոս Դուրյանը չէր կարող ունենալ ոչ միայն իր տարիքի բերումով, այլև իր ինքնամփոփ, մեկուսացած, մելամաղձոտ խառնվածքով։ Դուրյանը մեծացավ կարիքի ու թշվառության մեջ։ Սկյուտարի ճեմարանում, երբ ունևոր ընտանիքների զավակները գնում էին ճաշարան, պետիկը հնարավորություն չունենալով նախաճաշ բերելու, փակվում էր դասասենյակում և կարդում էր, գրում։ Գրում էր նաև տանը, դպրոց գնալուց առաջ և երեկոները, մինչև խոր գիշեր։ Պատահում էր, որ խստակրոն հայրն արթնանում էր կեսգիշերին և տեսնելով կանթեղի աղոտ լույսի տակ գրքի կամ թղթի վրա հագված որդուն, սաստում էր. «Ծո, տաղա նստերես, լույս կվառես»։ Աղքատի տանը ճրագը վառ թողնելը շռայլություն էր։ Եվ միթե հայրական օջախում առկայծող կանթեղը չէր, որ պատանու երևակայության մեջ ուրվագծեց խրճիթի ու դղյակի անջրպետը, ներշնչեց նշանավոր ընդհանրացումները։ Տնակի մեջ մարի առկայծ կանթեղն ող, այն նյութին մեջ նյութի տղեկ կայացեն։ Դղյակն խրախ, մինչև լույս ջահ կիծեն։ Աղքատ ընտանիք էր, բայց այդ ընտանիքում գիտեին կրթության, գիտության հարգը։ Վաղ տարիքից 5 տարեկանից վարժեցնում են ֆրանսերեն սովորելու մեջ։ Հաճախում է այն ժամանակների հայոց ազգային վարժարանը Սկյուտարի, որ մեծ համբավ եւ հեղինակություն ունենալու շնորհիվ կոչվում էր նաեւ Սկյուտարի ճեմարան։ Ճեմարանում
ուսումնառության դժվարին օրեր է անցկացրել, որովհետև աղքատիկ ապրուստը հնարավորություն չի տվել, որպեսզի երեխան կարողանա կանոնավոր սովորել, եւ այս պատճառով էլ ուսմանը զուգակցել է աշխատանք, մանկական աշխատանք, որ շատ ավելի էժան էր գնահատվում, քան ավագների աշխատանքը։ Այս պատճառով մենք դրան տեսնում ենք մեկ դեղագործի աշակերտի դերում, մենք տեսնում ենք սեղանավորի, լումայափոխի, այսօրվա էքսչենջերի աշակերտի դերում։ Այսպես Որդիկ Բեի անունով մի լումայափոխ կար, որ Պետրոս Դուրյանին պարզապես օգնելու նպատակով։ Ինչեր չարեց Պետրոս Դուրյանը կարոտյալ ընտանիքին օգնելու համար։ Եղավ դեղագործի աշակերտ, դարձավ գրագիր, զբաղվեց դերասանությամբ, սակայն մխիթարան գտավ գրելով։ Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կսիրեմ, սփոփ մենայինցի այս անցուկ կացության մեջ։ Խոստովանել է բանաստեղծը ընկերոջ նվված նամակներից մեկում։ Մենք երկար ժամանակ Պետրոս Դուրյանի ստեղծագործության նկատմամբ ունեցել ենք անքննելի վերաբերմունք։ Հմայքը գիտական ճանաչողության, բանաստեղծական նյութի, գրական ուղղության նկատմամբ միշտ էլ առավելություն է ունեցել։ Եվ կարծես սա խանգարել է մեզ եւ կարող ենք հիմա ակներևաբար հաստատել, որ եկել է արդեն Պետրոս Դուրյանի քննական ճանաչողության դարաշրջանը։ Պետրոս Դուրյանը մեծ նշանակություն է տվել հրապարակախոսությանը։ Դուրյանն իր հրապարակախոսական ելույթները տպագրել է Օրագիր ծիր նավարայրվո թերթում, թե բուն ստորագրությամբ, թե նորայր արմենակ ստորագրություններով։ Դեռ աշակերտական նստարանից բնականաբար կարդում էր հայ միջնադարյան քնարերգություն, այն ամենը, ինչ մատուցվում էր աշակերտներին, հայկական դպրոցներում, վարժարաններում, սիրում էր Ղևոնդը Ալիշանին, Մկրտիչ Պեշիկ-Թաշլյանին, Մխիթարյան հայրերի քերթվածքները, Մկրտիչ Խրիմյանի գրական գործերը եւ նրանց հանգույն, ինչպես արդեն ասացի, մի քանի հայրենասիրական տաղ է հեղինակել։ Դուրյանի քնարական ամենամեծ արժեքները ստեղծվեցին կյանքի վերջին տարում, երբ կրծքի տակ արդեն բույն էր դրել մշտնջենական վերքը՝ հյուծախտը։ Գերեզմանին հակած 20-ամյա պատանին չհանձնվեց ճակատագրի տնօրինությանը, ըմբոստացավ մահվան դեմ, վրեժ առավ սև ճակատագրից։ Նա շտապեց իր իսկ խոսքերով ասած անդուր կերպով թոթվել քնարը, մրմնջալով բանաստեղծական մնակ բարևները։ Սա յուրատեսակ սխրանք էր, պարտքի ու պատասխանատվության գիտակցում ժամանակի ու սերունդների առաջ, որին իզորու են միայն մեծ հոգիները։ Դուրյանի ստեղծագործության մեջ մենք տեսնում ենք նրա կյանքը։ Իր կյանքի պատկերները, որ ներկայացրել է Դուրյանը, բոլորը իսկապես ռեալիստականի տպավորություն են թողնում։ Դրանք ռեալականությունն են, դեռևս ռեալիզմ չեն։ Եվ Դուրյանի ստեղծագործության մեջ, այո, մենք տեսնում ենք մարդկային տառապանքի, մարդկային զգացմունքների, մարդկային այլակերպ ապրումների գրական կերպավորման, պատկերավորման բացառիկ մի աշխարհ։ Մոռանում ենք հաճախ, որ բանաստեղծությունն ամենից առաջ պատկերավոր խոսք է, եւ ոչ թե ճամարտակություն, ոչ թե փիլիսոփայելու ճիքուջանք, ոչ թե արհեստականորեն խելոք Երևանու ցկտում։ Մինչդեռ Պետրոս Դուրյանը ընդհակառակը, նա ազնվորեն, անկեղծորեն ներկայացրել է այն, ինչ զգացել է ինքը։ Սիրել է արդյոք Սկյուտարի սոխակը։ Այս հարցը հաճախ է մտահոգել Դուրյանագետներին։ Դրա պատասխանը որոնել են գրողի նամակներում։ Վկայակոչել նրա այն խոսքերը, թե կինը եղել է իր երևակայության տիրուհին, երազի երբ նրանք աստղը կամ ճաճանչոտ ծաղիկը, շողերի ու բույրերի թագուհին։ Սիրերքակ Դուրյանը տարբերվում է մեր մյուս բանաստեղծներից։ Նա հախուռն է ու պորտկուն։ Նրա քնարը մեծարենցի հիանալի բնութագրմամբ թունդ է։ Այս հանգամանքը դիտել ու արժևորել է նաև Վալերի Բրյուսովը։ Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ։ Իթիվս մյուս ավելի հանդարտ բանաստեղծների նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ ավյունը։ Անմիջական ապրումների ուժը հաճախ ոչ միայն փոխարինում են դպրոցին, տեխնիկային, այլև անչափ վեր են բարձրացնում դրանցից։ Սրանում է ստեղծագործության պատմական նշանակությունը։ Հաճախ են խոսել Դուրյանի սիրո մասին։ Սիրել է Դուրյանը, թե չէ։ Իհարկե սիրել է։ Առանց սիրո զգացմունքի, առանց կենթանի մարդկային զգացմունքների եւ ապրումների չէին ծնվի սիրո այն հրաշք բանաստեղծությունները,
որոնք ձևավորվել են Պետրոս Դուրյանի գրչով։ Բայց նրա սերն էլ ցավի հետ միախառնված է։ Սիրած աղջիկը նրան մերժել է ասելով. «Քնար տե ցուրտ սիրտ եւ սերը ցավ»։ Եվ երբ որ դրժման խոսքը լսում է բանաստեղծը, հարկադրված է լինում ասել, թե որոտացին խոկմանցս ամպեր, կայցակ նահարերին հոգիս, մոխիր դարձրին երազներս հիս, խորշ մկար, որ զիս չծաղրեր, այն լուր փոսն էր գերեզմանիս, բույլ մկնջիր, փունջ մկայցակ, դժող կմանայցք խոցեց հոգյա։ Մեր նախորդ շրջանի բանաստեղծները անավարտ աշխատության մեջ Հովհաննես Թումանյանը խորհուրդ է տալիս նայել Դուրյանի ներսը, տեսնել Վաղամերի Քանչարի ծանր հոգեկան կռիվն ու դրաման։ Հենց ներսը թափանցելու դեպքում է պարզ դառնում, որ Դուրյանը տառապանքի բանաստեղծ է, համամարտկային տառապանքի։ Նա չգրեց նմանողական ոչ մի տաղ։ Մնաց ժամանակի այն հազվագյուտ բանաստեղծը, որ Արշակ Չոպանյանի բնորոշմամբ գաղափար ու բնություն իր սրտի մեջ փնտրեց։ Եթե մեր գրականության երախտավորներից շատերը, սկսած Թումանյանից, Իսահակյանից, մինչև Չարենց, Տերյան եւ այլն, իրենց ամբողջ ստեղծագործությամբ հսկայական հետք ու ազդեցություն թողեցին մեր գրականության հետագա ընթացքի վրա, այդ նույն ազդեցությունը ունեցավ Դուրյանի յուրաքանչյուր բանաստեղծությունը, եւ սա ոչ չափազանցություն է, ոչ էլ սնապարծություն։ Հատկապես կյանքի վերջին տարով թվագրված բանաստեղծությունները, 1871 թվականին թվագրված բանաստեղծությունները, մոտ 20-25-ն են դրանք, դրանցից ամեն մեկը մի ինքնատիպ կոթող է, գլուխգործոց, որտեղ այնքան հրաշալի երևում է բանաստեղծի հուզաշխարհը, նրա պորտկումը անարդար ճակատագրի դեմ, նրա վիշտը, տառապանքը։ Ընկերոջը Տիգրան Ադամյանին գրած նամակում բանաստեղծը հետևյալ միտքն է հայտնում. Ազնիվ բարեկամ, ձմեռը քեզ կգրեի թե կմսիմ, արդ կդողդոջեմ, բերնես միշտ արյուն կհոսի, կհյուծիմ, ճակատիս վրա կենաց շիկնոտ ժպիտը կտշգունի, անդուր կերպով քնարս կթոթվեմ, անհուն մնակ բարովի համար անոնց, որոնք իրենց ծալքերը ինձ չբացին, այլ միայն դուրսեն ճաճանչեցին, նախ կնոջ երվակայությանը ստիրուվույն, երազիս այն երբ նրանք աստղին կամ ճաճանչոտ ծաղկին, ոչ, ավելի շողերու և բույրերու թագուվույն։ Դուրյանի ռոմանտիզմը որքան էլ տարօրինակ է եւ Դուրյանի հմայքն ու սխրանքը ստեղծագործական, այստեղ պետք է որոնել այդպես էլ մեզանում չգերազանցվեց։ Եթե մենք նկատի ունենանք քնարերգության ընդհանուր ընթացքը, Միսակ Մեծարենցին էլ ներառելով, ինտրային էլ ներառելով, ամեն դեպքում կարող ենք ասել, որ ինտրան չուներ Դուրյանի ստեղծագործական պաթոսը, կրակը, նա ավելի խաղաղ էր, հանգիստ, թեև շատ զուգահեռներ կարելի է բերել նոճիների, գեղարվեստական պատկերների կրկնության, իմաստավորման հետ, ազդեցությունների որոշակի մթնոլորտում, որ ի վերջո ինքն էլ նկարչական ձիրք ունենալով առաջիններից էր, որ պատրաստել էր Դուրյանի դիմանկարը։ Դուրյանն իր մտերիմներից մեկին Արմեն Լուսինյանին գրում է. այսպես միշտ իմ վրա գուրգուրալով կուզեք, որ միշտ շնորհակալ ըլամ, ինչերի ձեզի, չեմ գիտեր եղբայրիմ, գիտեմ դալկահար դողդոջը լալուս համար զիս սիրեցիք, բանաստեղծական մը լալուս համար բանաստեղծեմը գրավվեցա, գիտեմ։ Եթե ճակտիս վրա վարդ ունենայի, կիները զիս պիտի սիրեին, ավելի լավ է, որ դալուկն ունիմ, և բանաստեղծները զիս կսիրեն։ Պետրոս Դուրյանն էլ ապրելու իրավունք է պահանջում, երկնքի աստղեր, հոգվույս մեջ ինկեք, կայց տվեք, կյանք ձեր սիրահարին հեք, ինչ երազվերջ գրկել ցուրտ շիրին, այս ճակատագիրն ինչ սև է աստված, արդյոք դամբանի մրուրով է գծված։ Եվ հետո Մահամերձի հոգեվիճակը, գիշերը միշտ տագաս, աստղերը ջահեր, լուսին հարկուլա,
խուզարկ է վհեր եւ Մահամերձն ալ կուզե երկու բան նախ կյանքը ետ կլացող մի վրան կլան մարդիկ որ լացող մը չունին անոր համար դրավ այդ լուսին կլան մը կլինեն մարդիկ որ լացող չունեն լուսնին դրա համար է Աստված դրել Միանգամայն իրավացի էր Պարույր Սևակը, երբ Դուրյանին համարում էր մեր քնարերգության Վահագնը, գրելով. նա է մեր քնարերգության առաջին մեծը եւ միշտ կմնա վերջինի կողքին, որովհետեւ նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու առաջը, ծիծաղն ու հացկոտոցը։ Պետրոս Դուրյանի կապակցությամբ Պարույր Սևակը գրել է. մեր նոր քնարերգության Վահագնը եւ հետո հիմնավորում է թե ինչու։ Նրա պես ասում է հուր շղթունքով, ոց մորուքով, անակնկալ, ուժով եւ այլնով եւ այլնով եւ այլնով եւ այլնով։ Իսկապես որ դուրյանական սիրելն ու դրժելը, լճակն ու տրտունջքը բոլոր ժամանակների հայ քնարերգության ամենաբարձր գագաթներն են։ Պետրոս Դուրյանի ստեղծագործական գագաթնակետը իհարկե ընդունվել է եւ ճանաչվում է տրտունջքը։ Տրտունջքը բարդ ստեղծագործություն է, արվեստագետի, մարդու եւ Աստծո հարաբերությունների շղթայի մեջ։ Մենք տեսնում ենք սկզբում մարդուն, մարդը, որ ծանր կացության մեջ է, կարծես թե բանաստեղծությունը բացվում է ներքին հաշտարար տրամադրությամբ, մնաք բարով Աստված եւ արև, որ կպլպլակի մի օգուս վերև։ Հաշտվել է, գնում է, բայց աստիճանաբար նյութը բացելու եղանակը Դուրյանին հանգեցնում է զարմանալի փոթորկոտ զգացողության։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության, թոքախտի առաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում եւ շարունակում էր ստեղծագործել։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ Բանաստեղծը մահվան չսոսկար, գրում է նա այդ օրերին։ Այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ հլային եւ ես միայն մահկանացու։ Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Տարվա վերջին Դուրյանն արդեն գանված էր անկողնուն, իսկ 1872 թվականի հունվարի 21-ի գիշերը Պետրոս Դուրյանը կնքում է իր մահկանացուն։ Պետրոս Դուրյանը մտնում է թատրոնի բակ, հերվից հեռու նրան համակրող դերասանուհիները, դրանցից մեկը Թերեզա Չուհաջյանը, մեկը Ազնիվ Հրաչյան, զրուցում են իրար հետ, մեկը մյուսին թե «Քա Թերեզա, քուգինդ եկավ»։ Չարաճճի աղջիկները միմյանց ծաղրելու սովորություն ունեն, չէ՞։ Քուգինդ եկավ, մյուսը պատասխանում է. այնչափ դժգույն է, որ շուտով կմեռնի, ինձ պետք չէ։ Եվ այս խոսակցությունը վարվում է այնպիսի մտահոգությամբ, որ հանկարծ Դուրյանը չլսի։ Բայց Մահամերձի զգացողությունը շատ սուր է լինում, լսողությունը նույնպես։ Նա լսել է, թե ինչ են խոսել։ Հաջորդ օրը թատրոն գալով կարդում է լճակ բանաստեղծությունը, որտեղ հետևյալ տողերն են. ոչ ոք սավ, հեխ տղա, արդյոք ինչու կմխա, թերև սլլա գեղանի, թե որ սիրեմ չմեռնի, ոչ ոք սավ, սատղին պատրենք սիրտը տրտմագին, նա ինքին չեր կրված կան, հոն հրդեղ կա, ոչ մատյան, հոն կա մոխիր, հիշադակ, ալյակ թուզին թող լճակ, զիքո խորքիտ մեջ անցկավ հուսահատ մնաց։ Ինչու մռնչեք, նոճիկ սևազգեստ, պիտի մեռնիմ ես։ Սիրելիքս բոլոր խույս տվինքով ես, պիտի մեռնիմ ես, տխուր գերեզման, որչապ ինձ մոտ ես, պիտի մեռնիմ ես։ Ես մեռնիմն է մի գար, մի լարիմ տապան, հողը, լերը, սարը, ձորզիս կողպան։ Պետրոս Դուրյանը իր մահկանացուն կնքեց 1872 թվականին հունվարի 21-ին հայրական տանը Պոլսի Սկյուտար թաղամասում, 2 օր անց հունվարի 23-ին հուղարկավորության օրը այդ թաղամասը բազմամարդ էր, այդպիսի հուղարկավորություն ժամանակակիցների վկայությամբ
պոլիսը դեռ չէր տեսել մինչև Դուրյանը եւ Դուրյանից հետո էլ չտեսավ։ Պատկերացրեք 4000 մարդ խռնված Սկյուտարի փողոցներում, մասնավորապես Դուրյանի տան առաջ, հիմնականում հայ երիտասարդներ, որոնք պաշտամունք էին տածում Դուրյանի պոեզիայի հանդեպ, շատերը չէին ճանաչում, չէին տեսել պատանուն, բայց մամուլու հրապարակված նրա բանաստեղծություններից արդեն սիրում ու պաշտում էին Դուրյանին եւ նրանք բոլորը հավաքվել էին սիրելի բանաստեղծին վերջին հրաժեշտը տալու։ Հավանաբար քիչ գրողներ կան, որոնց ճակատագիրն այնքան տխուր լիներ, որքան Պետրոս Դուրյանինը։ Նա հեռացավ կյանքից 21-ը չբոլորած, հեռացավ երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի արևտեսները, հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու։ Այնուամենայնիվ քիչ գրողներ կան, որոնք այնքան պաշտված լինեն, որոնց հետմահու ճակատագիրն այնքան յուրովի երջանիկ լինի, որքան Պետրոս Դուրյանինը։ Տասնամյակներ շարունակ Սկյուտարի ազգային գերեզմանատանը Դուրյանի շիրիմը դարձել էր ուխտատեղի։ Տղաներն ու աղջիկները նրա նվիրական գերեզմանի մոտ են շշնջացել առաջին սիրո երթումները։ Ծերունիներն ու երիտասարդները երկյուղած համբույր են դրոշմել բանաստեղծի մահարձանին։ Մարմանե տապանակարը ծածկվել է սքանչացումի այսպիսի տողերով. Պաշտերի հիշատակիտ, ով Դուրյան նվիրական։ Արցունքս եւ հառաչանքս հիշատակիտ, ո պաշտերի իմ Դուրյան։ Հանգիր իշիրմած պարծանք քերթողած, Պետրոս Դուրյան, հանճար մեծ, պսակ քերթողած հայոց։ Հավիտենական են Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները, նրա քնարական անմաղ գլուխգործոցները եւ խոհափիլիսոփայական, եւ սիրային, եւ մարդկային տրամադրությունների զանազան հոգեվիճակների արտահայտություն հանդիսացող նրա շքեղ բանաստեղծությունները մեր գրի, մեր գրականության անմաղ փառքերից են։ Այսուհետ մեծանուն քնարերգուի Պետրոս Դուրյանի շիրիմը հայրենիքում նույնպես վստահաբար կդառնա ուխտատեղի ու անցորդներին կպատմի դուրյանական սիրո գեղեցիկ պատմությունը։ Բույր մնայվածք, փունջ մնջպիտ, քուրամը խոսք, դյութեցիմ սիրտ։